Բարև ձեզ բանաձևն է եթերում, այսօր մայիսի 8-ն է, կիրակի մենք սկսում ենք լրագրողական մեր նախագիծը շաբաթվա ռիթմով եւ գլխավոր ուղերձներով։ Ահա թողարկման թեմաներն ու վերնագրերը, կշարունակենք գովազդից եւ անոնսից հետո։ Հաղթանակ, որ բեկում մցրեց պատերազմում եւ քաղաք ամրոց, որ փոխեց մեր կենսագրությունը։ Նոր սերունդը այդ նույնը շարունակում է։ Ես դասեմ, որ երևի ինչ որտեղ մեզանից ավելի լավ։ Ինչպես ազատագրեցին, պահեցին ու ապրեցին այնտեղ, որտեղ պատմաբանները համարում են Շուշին որպես մեկնագետ։ Ինչ ապացուցեց Շուշիի գրավումը եւ ինչպես այն արձագանքեց քառօրյա պատերազմում։ Մեր ազգը որպես ազգ պիտի ամեն ինչ անի, որ այս հաղթանակը չլինի մենակ ժամանակավոր։ Բացառիկ հարցազրույց բարերար եւ գործարար Ռուբեն Վարդանյանի հետով կներկայացնի հաղթանակի դասերը։ Պատրաստվել պատերազմի եւ պարտադրել խաղաղություն բոլոր ճակատներում ռազմականից մինչեւ դիվանագիտական։ Հայկական ջանքերը, որ ուղղված էր Բաքվին սանձելու եւ կանխելու պատերազմը։ Հայկական տեղեկատվական դեսանտը պատրաստվում է նոր նախագծերի։ Սա մոբիլ բազա է, ինքը կարող է տեղաշարժվի դաշտային պայմաններում։ Ինչ կարող են առաջարկել ժամանակակից ստարտափերը, փորձառու ինժեներները, որոնք արդեն խոստացել են կարճ ժամանակում ձևավորել ռազմաարդյունաբերական վահան։ Նրանք զինվոր են, որ գործեցին առանց վարանելու ճշգրիտ եւ ինչպես պահանջվում է։ Միջազգայինորեն չճանաչված Ղարաբաղ-ադրբեջանական սահմանի խելամտությունից խելահեղություն ընդամենը կես քայլ է։ Պատմություն Քաջարի 5 զինվորի մասին, որ այս շաբաթվանից սկսած նրանց դիմելու են որպես պարոնայք սպաներ։ Յուղերից եւ քաղաքներից ինթե տղամարդ այսօր մեկնում են ճակատ։ Մի 5 օրով եկել եմ գործուղում, հիմա նորից վերադառնում եմ դիրքեր մեր տղաների մոտ։ Կամավորականության աննախադեպ ալիքի շաբաթվա ամենավառ պատմությունները, անպարտների գունդը։ Եվ Սևաստոպոլը դիմավորել է հայ վետերաններին Թամանյան դիվիզիայից։ Մոտ 7 տասնամյակ անց նրանք վերադառնում են քաղաքը, որն ազատագրեցին ֆաշիստներից։ Բացառիկ ռեպորտաժ Թամանյան դիվիզիայի հաղթանակների մասին այնտեղից, որտեղ պայքարել են, կռվել ու պահել, իսկ հիմա պարում են Սևաստոպոլյան վայրս։ Մենք սկսում ենք բանաձևը։ Ամբողջ շաբաթ տարօրինակ զգացում ենք ապրում բոլորս, երբ անցյալը վերադարձավ նոր լույսի ներքո։ Անկախության 25-րդ տարին խոստանում էր լինել այսպես կոչված քրիստոմատիկ ճշմարտությունների ժամանակաշրջան, երբ մենք կխոսենք 25 տարիների մասին եւ պատմական հայացքով կդիտարկենք մեր նվաճումներն ու սխալները, ձեռքբերումներն ու սայթաքումները։ Բայց ապրիլյան պատերազմը անցյալը դարձրեց ներկա եւ այն, ինչի համար մեր հայրերը պայքարում էին 25 տարի առաջ, դարձավ շոշափելի, իրական, ավելի հասկանալի։ Այսօր մենք նշում ենք Շուշիի ազատագրման տարեդարձը։ Հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակը 92 թվականի մայիսի 8-ին էր։ Շուշին ազատագրելը ուներ ռազմավարական նշանակություն, հենց այնտեղից է ռմբակոծվում Ստեփանակերտը։ Թվում է սա պատմություն է եւ դասագրքային ճշգրտությամբ ու սառնասրտությամբ կարելի է խոսել այս մասին, բայց հենց ապրիլյան պատերազմի պատճառով հիմա ես հասկանում, թե որքան կարևոր է Շուշիի ազատագրումը, թե որքան դժվար էր այն ժամանակ Ստեփանակերտում ապրողների համար։ Մարդիկ ապրում էին ընտանիքներով, երեխաներով, ապրում ու կռիվ էին տալիս նրանք, ովքեր այսօր այդ մասին չեն էլ խոսում։ Քառօրյա պատերազմը մեր պատմությունը վերադարձրեց մեզ միանգամայն նոր լույսի ներքո ու նոր սերնդի համար։ Այն դարձավ առավել շոշափելի, առավել մոտ, առավել տեսանելի։ 24 տարի առաջ այսօր մենք նորովի ու հպարտությամբ ենք հասկանում, թե ինչու է այսօրը տոն, որովհետև հիմա ենք հասկանում, որ մենք նշում ենք մեր ռազմաքաղաքական ոգու հաղթանակը, որի համար մենք պարտական ենք միայն մեզ։ Մեզ ոչ ոք չի օգնել, մենք հաղթել ենք ինքնուրույն։ Շակե Ղազարյանի բացառիկ ռեպորտաժը Շուշիից։ Արցախի բալիկներ քարյակը շնորհավորանքի ուղարկում սահմանը պահող ավագ ընկերներին։ Մեծերն առաջին գծում են, փոքրերը ներքևում, վստահ են, իրենց ձայնը տղաներին հասնում են։ Թեկուզ իրանք նեղեմ ենք ստեղ, բայց մենք կերքենք իրենց համար, որ դուխ տանք նրանց, թշնամիները մեզ չի կարող ինչ-որ բան անել։ Ղարաբաղցի ընկերներին սիրիահայ Լևոնն է ձայնակցում։ Քանի ամիս է մեկ ընդմիշտ Արցախ է տեղափոխվել, որ այստեղից ասի, կոչ եմ անում աշխարհին, մեղմացրեք ձեր հոգին։ Մենտեղի պատերազմը մերը չի, բայց այս պատերազմը մերն է։ Կոչ եմ անում աշխարհին, հոգով բեր զինվորներին, մեղմացրեք ձեր հոգին, խիղճացեք գերիներին։ Տեսնում եմ իմ հայրենիքի հարատեությունը։
Ամեն անգամ հրամանատարը Բերդ քաղաքի ազատագրման օրը գալիս է այստեղ որոշում, ապագորգոր խոսքեր չի ասելու, բայց չի ստացվում։ Արկադի Կարապետյանն այս նույն տեղում էր կանգնած, երբ 16 տարեկան էր ու նայելով ներքև Ստեփանակերտին երդվում էր Ղարաբաղն ազատագրելու ենք։ Եթե մեր բանակը չազատագրեր Շուշին, ժողովուրդը փեդերով գալու էր ազատագրել։ Շուշիի օպերացիայի արևելյան ուղղության հրամանատարն այստեղ հիշում է իր 8 զոհված զինվորներին, ցույց տալիս ով որտեղ զոհվեց, որ կետից էին ադրբեջանցիները կրակ թափում Ստեփանակերտի վրա։ Իրանք դրանով զոհարճանում էին, իրանք իրենց պատիժը ստացան։ 24 տարի անց Շուշիի բարձունքում Արկադի Կարապետյանն ասում է. «Մեր զինվորների ցավը տանեմ, ավագների գործը պատվով են շարունակում»։ Մեզանից ավելի լավ։ Փորձառու հրամանատարները գնում են դիրքեր, որ զորքին ոգևորեն, բայց զինվորներն են իրենց ոգևորում։ Թուրքը ծնկի է գալու։ Արցախի բալիկները հենց այս խոսքն արտաբերեցին, դասատուներն ակամա ոտքի կանգնեցին, ձայնակցեցին։ Այսօր սա պարզապես երգ չէ, սրտի խոսք է։ Լավ, մարտական, ճիշտ այդպես։ Առաջին գծում բառ առ բառ գիտեն, ինչ են իրենց ասում փոքրիկ ղարաբաղցիները, թե ոսը ժպտում է ու պատասխանում։ Հանգիստ երգեք, իրենք սահմանին են։ Ապահովել ենք, որ իրենք միշտ երգեն ու մենք այդ ամեն ինչը կատարենք։ Ղարաբաղի ադրբեջանական շփման գծի այս հատվածում զինվորների հետ հավասար ծառայում է նաև հավատարիմ Չորքոտանին։ Մի քանի ամիս առաջ է ադրբեջանցիների մոտից փախել եկել, ցերեկը քնում է, գիշերը լսողությունը լարում։ Դիտակետի մոտից ոչ մի քայլ այն կողմ։ Մոտիկ հեռավորության վրա են։ 500 մետր հեռավորության վրա։ Քողարկված են։ Տենց առանձնակի խնդիր չկա։ Հիմա իրենց հանգիստ են պահում։ Այո, ներկայությամբ այո։ Մինչև դիտակետին մոտենալու հերթը կհասնի Ալենին, զինվորը հարազատների համար մոմ է վառում։ Այստեղ տղաներն ինչ անում են բոլորը միասին, անում են ընկերովի եւ միակ անկյունը, որտեղ զինվորը մնում է մենակ, մնում է ինքն իր հետ եւ իր մտքերի հետ, այստեղ է, այս խաչի մոտ, որը եւս պատրաստել են բոլորը միասին, պատրաստել են համատեղ ուժերով։ Հիմա Ալենը այստեղ մոմ է վառում, խաչակնքում եւ հիշում տատիկի ասածները, այստեղից դեպի դիտակետ գնալը միայն սաղավարտով։ Տատիկին լսում։ Տատիկին ջերմ բարևներ, համբուրներ, կարոտել են բոլորը։ Սահմանապահը տնեցիների հետ հիմնականում խոսում է կարճ կոնկրետ, լավ է։ Այդ ընթացքում տատը հասցնում է հրահանգներ տալ։ Զրահաբաճկոնը, սաղավարտը մի հանեք, գլուխներդ մի բարձրացեք վեր։ Տատիկին Ալենն ասում է, ճիշտ այդպես, ու զեկուցում, հրամանը կատարված է։ Սիրելի զինվոր, ես հպարտ եմ, որ մեր հայրենիքը ունի քոպես քաջ մարտիկ։ Ալենը հետո կհասցնի կարդալ այն, ինչ նկերները հիմա ձեռքից ձեռք են թռցնում։ Դպրոցականների նամակներն են։ Հրամանատարը դրանք առաջին գիծ բերեց տրցակով։ Թուրքերը մենք կհաղթենք, մեր վրեժը կլուծենք ու մի լավ երգ կգրենք, որտեղ կասվի հայ ենք մենք։ Կարդում են, ժպտում, խմում ամենաքաղցր սուրճը, 6 քթալ շաքարավազով ու սկսում պատասխանել բոլորին։ Ձեր դիրքերն են։ Հա, էլի իր ամասով։ Մենք ենք մեր սարերը, համույթի պարուհիները համերգի փորձի են դուրս գալիս առանց տղաների, բոլորը դիրքերում են, բայց աղջիկների պարը չի հետաձգվում, ժպիտն էլ պարտադիր, տղերքի պատասխանել են նույն վստահությամբ ու վճռականությամբ լսվում։ Այսի մեր հողն է, այսի մեր ջուրն է, մենք ենք ստեղ ապրում։ Տիկին Միլան գործի է գալիս ու տուն չի գնում, մի քնապարկը կարում է, մյուսին է անցնում, հետո ներքնակներին, գիշեր ցերեկ հոգնել չկա։ Նա եւ իր 50 գործընկերները բոլոր պատվերները մի կողմ են դրել, որ գլխավորը շուտ կատարեն, սահման են ուղարկելու։ 93 թվին ամուսինը զոհված է, հիմա էլ իմ տղերքն են կանգնած։ Ես միշտ մաղթանքների մեջ եմ, գիշեր, ցիրեկ։ Այստեղ չկա մեկը, որն առաջնագծում տղա, ամուսին, փեսա, հայր, եղբայր չունենա։ Շատերն իրենց հարազատներին ամսից ավելի չեն տեսել։ Հենց մենակ ոնց է լավ ենք։ Դեն լսում եմ էտելա հերիք։ Մտածում եմ, որ ամեն ինչ լավ է։ Կարող է սենց ելանում, որ այդ հետևյալ մասը այնա կոճակում է։ Ասոստը։ Կոճ։ Մեր տղաները համար են կարում, բաղուր։ Որակով, որ երկար ծառայի, սիրով, որ ջերմացնի, փափուկ, որ թեթև լինի։ Եռատոնի նվեր քնապարկը կարում են, ամենափափուկ կտորը խնամքով դնում գլխի հատվածում ու մաղթում, քառատոնով վերադառնակ տղերք։ Որպես բարձ էլի, գլուխը դնելու համար փափուկ։
փափուկ բաղի։ Համ ուպակովկա է քանում համաց մկ խաղաղության հետ, մենակ խաղաղության հետ օգտագործվի։ Դրա մի փոքր Չկարելի, սա էլա Աստծո եկեղեցի այլի։ Շուշիում բոլոր անծանոթներն են մզկիթը չքանդելու այս նախազգուշացումը լսում 6 տարեկան Մարատից։ Պետությունն է պահպանում, ամեն դեպքում տեղեկացնում է փոքրիկ կամավոր հսկողն ու մեծավարի պատմում պլանների մասին։ Ուզում եմ մի օգտված լինել, ինչ որ պետք է կանեմ, որ Ղարաբաղը մեր լինի։ Համար ինչ է։ Ուժեղություն եւ խելք։ Մարատի ուշքն ու միտքը զինվորներն են ու առաջին գիծը։ Դպրոցն ավարտեմ, ասում է, սպեցնազ կդառնամ։ Պիտի մի օգուտ տամ, չէ՞ հայրենիքից։ Այդ նույն պահին փոքրիկ ղարաբաղցիները իլուր աշխարհի ասում են Արցախում լոխ լավ է։ Շաքե Ղազարյան, Նարեկ Գալստյան, Վանաձոր։ Շուշիի ազատագրումը եւ Ղարաբաղյան պատերազմը ծանր նստեց Ադրբեջանի վրա եւ այդ ընթացքում Բաքվում մի քանի հեղաշրջում կատարվեց։ Դրա պատճառներից մեկը ներքաղաքական դժգոհությունն էր, որից օգտվեցին Ադրբեջանի քաղաքական ուժերը եւ պատերազմի ֆոնին կարողացան վերցնել իշխանությունը։ Քառօրյա պատերազմի սանձազերծման պատճառներից մեկն էլ Բաքվի հաշվարկն էր։ Եթե պատերազմ լինի, Հայաստանում կսկսվի ներքաղաքական գզվռտոց։ Բայց եղավ ճիշտ հակառակը, այդ օրերին հայկական հասարակությունը ցույց տվեց եզակի համախմբվածություն եւ բոլորը տարաձայնությունները մի կողմ դնելով հայացքն ուղղել էին մեկ ուղղությամբ։ Հենց այս միասնականությունն է կարևորում նաեւ հայտնի բարերար եւ գործարար Ռուբեն Վարդանյանը։ Նրա խոսքով ապրիլ-մայիսյան հաղթանակները 24 տարվա կտրվածքով ապացուցեցին, որ մենք որպես ազգ կարող ենք միասնական լինել եւ հիմա էլ առաջարկում է միասին հաղթահարել բոլոր դժվարությունները։ Զորայր Փարոյանի հետ զրույցում նա նկատել է քառօրյան ոչ թե պատերազմ էր, այլ պատերազմի սրում, որովհետև այն ոչ ընդհատվել է, ոչ էլ ավարտվել։ Հետևաբար պետք է շարունակել առաջ գնալ, հաշվի առնելով այս կարևոր հանգամանքը։ Ապրիլի քառօրյա պատերազմից հետո Հայաստանում վերարժևորվում է ամեն ինչ, բոլոր ոլորտներում ու բոլոր շրջանակներում քննարկվում է քառօրյայի հիմնական դասերն ու անելիքները, եւ բոլոր քննարկումների գլխավոր եզրակացությունը նույնն է՝ միասնությունը Արցախի հարցում։ Այս 4 օրվա պատերազմը ցույց տվեց առաջինը, որ մենք որպես ազգ կարանք միանգամից միանանք իրար, միանգամից կարանք անենք ամեն ինչ, որ չնայած եւ զոհերի եւ շատ դժվարությունների եւ շատ լուրջ հարցերի, որ մենք պիտի պատասխանենք, մենք կարանք պայքարենք եւ կարանք մեր վրա հույս ունենանք մենակ մեր վրա, մեր ազգը որպես ազգ պիտի ամեն ինչ անի, որ այս հաղթանակը չլինի մենակ ժամանակավոր, այլ այն ֆունդամենտը, որը մեզ թույլ է տալու նաեւ առաջ նայել ապագա 50-100 տարիներ առաջ, որտեղ առանց Արցախի չկա Հայաստան, առանց Արցախի եւ Հայաստանի չկա հայազգը։ Երբ որ պատերազմը դու ունես ղեկավար, որ շուրջ պիտի միանաս եւ ղեկավարն է մեր բանակի եւ ազգի, դրա շուրջ պիտի միանանք։ Քառօրյա պատերազմի մյուս դասը անելիքների ճշգրիտ դերաբաշխումն է, որ հասարակության մեջ ամեն մասնագետ կարողանա իր գործով օգտակար լինել Արցախի պաշտպանությանը։ Օրինակ Ղարաբաղի անվտանգությունը Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պարտականությունն է, նրանց աջակցելը հասարակությանը։ Մենք վաղուց ենք անում ծրագիրներ Արցախում, Ղարաբաղում, ինձ թվում է եւ Արցախի ղեկավարությունը, որը մենք հարգում եւ աշխատում ենք տարիներ, եւ Հայաստանի ղեկավարությունը իրանք են ղեկավարում այդ Արցախի պաշտպանության հարցը, եւ կողմից մենք պիտի օգնենք եւ աջակցենք իրանց, եւ ինչ որ հարցերից պետք է մենք միշտ գայնացենք իրանց կողքը։ Այդ կողմից ես չեմ տեսնում գաղափար, որ պիտի մի օքին անի, պետք է անպայման անի ղեկավարությունը, որը պատասխանություն է կրում եւ ընդհանուր ազգի պաշտպանության մասին։ Այդ պաշտպանությունը կրում է եւ իրանց իրավունք տալիս, որ իրանք ինչ որ բաներով պահանջել են։ Դրա համար այդ կողմից պետք է հասկանանք, որ Արցախի պաշտպանությունը դա իսկապես Բակո Սահակյանի եւ
Սերժ Սարգսյանի պարտականություն եւ նա ուժն է, որ իրենք պիտի օգտագործեն մեր համ Սփյուռքը, համ Հայաստանը, ազգը, որ պաշտպանությունը լինի հաջող եւ կտրուկ։ Առաջիկա մայիսի 9-ի տոնը հենց դրա համար է՝ արժևորել ու գնահատել հաղթանակն ու միասնության արժեքը։ Այն հիշեցնում է, որ միայն միասնական ազգը մոռանալով խնդիրներն ու դժվարությունները կարող է հաղթանակ տանել։ Զորա Փարյան, Նարեկ Գալստյան, Ստեփանակերտ, Վանաձև։ Գովազդից հետո մենք կխոսենք ռազմաքաղաքական եւ դիվանագիտական ջանքերի մասին, կանխելու պատերազմը եւ կանրադառնանք ռազմաարդյունաբերությանը։ Պատրաստվել պատերազմի եւ պարտադրել խաղաղություն բոլոր ճակատներում ռազմականից մինչեւ դիվանագիտական։ Հայկական ջանքերը, որ ուղղված էր Բաքվին սանձելու եւ կանխելու պատերազմը։ Հայկական տեղեկատվական դեսանտը պատրաստվում է նոր նախագծերի։ Սա մոբիլ բազա է, ինքը կարող է տեղաշարժվի դաշտային պայմաններում։ Ինչ կարող են առաջարկել ժամանակակից ստարտափերը, փորձառու ինժեներները, որոնք արդեն խոստացել են կարճ ժամանակում ձևավորել ռազմաարդյունաբերական վահան։ Դուք դիտում եք Վանաձևը։ Այս շաբաթ ամեն պահի սպասում էինք պատերազմի վերսկսման։ Շատերի առաջին ռեակցիան էր մեկնել ճակատ ու այնտեղ դիմավորել հակառակորդին։ Հասկանալի է, որ գործում էր Հայտնի Վանաձևը՝ պատրաստվիր պատերազմի, եթե ցանկանում ես խաղաղություն։ Այս շաբաթ բոլորը եւ երկրի ներսում եւ երկրից դուրս հետևում էին հայկական կողմի տրամադրություններին, ինչ կանեն, ինչ կասեն։ Շաբաթը ցույց տվեց, որ բանակցային ռաունդին ընդառաջ հայկական կողմը վերադիրքավորվում է Ադրբեջանին պարտադրելով խաղաղություն։ Սահմանին կազմում պատրաստ են պաշտպանական բնագծերը հակահարձակման հնարավորությամբ, դիվանագիտական ճակատում գործի է դրված Արցախի անկախության ճանաչման խորհրդարանական նախաձեռնությունը, ու մայիսյան առաջին շաբաթն անցավ առանց պատերազմի, որովհետև բաց ճակատով դեմ առ դեմ Բաքուն երբեք չի կռվել ոչ ռազմի դաշտում, ոչ էլ միջազգային ատյաններում։ Բաքուն լռեց, որովհետև ստիպված էր։ Թեման շարունակում է Դավիթ Սարգսյանը։ Արցախի սահմանին հակառակորդի ակտիվությանն ու կուտակումներին ի պատասխան հայկական կողմը դիմում է ռազմական ու քաղաքական կանխարգելիչ քայլերի։ Երևանը Բաքվին հասկացնում է, թե ինչ գին է վճարելու Ադրբեջանը ռազմական նոր արկածախնդրության դիմաց։ Շատ ավելի ծանր է լինելու, ընդ որում արդեն ոչ միայն ռազմի դաշտում։ Մյուս կողմից Հայաստանը համանախագահներին ուղերձ է հղում, առաջարկելով օգնել ուշքի բերել Ադրբեջանին։ Այլապես դա կանի Արցախի բանակը, հետևանքների համար էլ պատասխանատվություն կկրի միայն Ադրբեջանը։ Սահմաններն ամրացնելու զուգահեռ դիվանագիտական ճակատում սկսվեց Բաքվին սթափեցնող քաղաքական քայլերի արշավ։ Նախ կառավարությունը դրական որակեց Արցախի ճանաչման մասին օրենքի նախագծի եզրակացությունը, այն ուղարկելով ազգային ժողով։ Բաքվում այնպիսի աղմուկ բարձրացավ, որ հայտարարություններով միջամտեցին համանախագահները։ Ադրբեջանում վախենում են, քանի որ նոր պատերազմի դեպքում Ալիևը ստիպված է լինելու պատասխան տալ ոչ միայն ռազմական, այլև քաղաքական անդառնալի կորուստների համար։ Ադրբեջանը պիտի իմանա, որ եթե սկսի լայնամասշտաբ ռազմական գործողությունը գնա հետագա էսկալացիայի շփման գծում, ապա բացի մարդկային, տեխնիկական, ռազմական, ասենք, կորուստներից նաև ստիպված է լինելու վճարելու նաև քաղաքական գինը։ Հայաստանը բացահայտ զգուշացնում է նոր հարձակման դեպքում անելու է վճռական քայլը ապագա բանակցություններում ստեղծելով քաղաքական բոլորովին նոր իրադրություն։ Մենք հուսով ենք, որ Ադրբեջանն իր մեջ բանականություն կգտնի եւ զերծ կմնա ապրիլի սկզբին սանձազերծած արկածախնդրության կրկնությունից։ Ադրբեջանի դիվանագիտական դատարկությունը աշխարհին ցույց դրեց արտգործնախարարը Չեխիայում Եվրամիության արևելյան գործընկերության եւ Վիշեգրադյան քարյակի հանդիպմանը Էլմար Մամեդյարովը հայտնվեց անհարմար դրության մեջ։ Նախ չկարողացավ պատասխանել ուղիղ հարցին։ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը ցուցադրաբար գլխատել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի զինվորին, որից հետո իր արարքը ցուցադրել տեսախցիկների առջև։ Սա մեկ ամիս առաջ էր, իսկ մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը ռազմական այս հանցագործին է շնորհում երկրի բարձրագույն պարգևը։ Ինչու դուք քաղաքական գնահատական չեք տալիս իսլամական պետության ոճով կատարվող այս հանցանքներին եւ այդ երկրի նախագահի խրախուսական վերաբերմունքին։
Բայց ես հարցս ձեզ չեմ ուղղում, հարցս ուղղված է մյուս նախարարներին։ Եթե չեք ուզում լսել իմ պատասխանը, ինչու եք հարցը տալիս։ Մամեդյարովը խոսեց 10 րոպե, հարցին պատասխան չգտավ, բայց ամենահետաքրքիրը սկսվեց հետո։ Էդվարդ Նալբանդյանը գործընկեր երկրների արտգործնախարարներին հրապարակավ պատմեց, թե ինչով են զբաղված Ադրբեջանի դեսպանները։ Ադրբեջանի դիվանագետները փորձել են ներկայացնել իրավիճակն այնպես, կարծես հրադադարի եւ դրա ամրապնդման մասին համաձայնությունները չկան։ ԵԱՀԿ կենտրոնակայան են ուղարկել նամակ, ասելով, որ այդ համաձայնագրերը ուժի մեջ չեն։ Իմ գործընկերը 3 համանախագահներին ասել է, որ դեսպանները նման հանձնարարություն չեն ունեցել, որ դա Ադրբեջանի դեսպանների անձնական նախաձեռնությունն է եղել։ Նույնն էլ Նյու Յորքում, ՄԱԿ-ում։ Ադրբեջանում դիվանագիտական խառնաշփոթը սրանով չավարտվեց։ Հաջորդ օրը Ալիևին ենթակա լրատվամիջոցները հայտնեցին, թե իբր Մամեդյարովը հայ լրագրողի հարցին ի պատասխան խոսել է Խոջալույի բնակիչների մասին։ Մեկ օր անց հայտնվեց Մամեդյարովի ելույթի ամբողջական տարբերակը։ Ադրբեջանի արտգործնախարարը այդ մասին ոչինչ չէր ասել։ Պրահայում, մինչև այդ էլ Հելսինկիում Եվրամիության հարևանության հարցերով հանձնակատարին եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեաժողովի նախագահին արտգործնախարարը ներկայացրել է Բաքվի գործողությունների հետևանքները։ Ընդգծելով այժմ Հայաստանը համանախագահների հետ փորձում է ձևավորել բանակցությունները վերսկսելու համար անհրաժեշտ բարենպաստ մթնոլորտ։ Սա նշանակում է, որ բանակցություն կլինի, երբ Ադրբեջանը ընդունի վստահություն ամրապնդող միջոցները եւ հետաքննության մեխանիզմները, երբ կգիտակցի այն, ինչ ասում է ամբողջ աշխարհը, ռազմական լուծում չկա։ The OSCE Minsk group co-chairs as well as the OSCE chairmanship. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահությունը ընդգծել են հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը։ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը մշտապես ողջունել են այդ առաջարկները։ Ադրբեջանը ոչ միայն մերժել է դրա իրականացումը, այլև հրադադարի ամրապնդման միջոցառումները հրապարակայնորեն ամենաբարձր մակարդակով որակել է տարօրինակ եւ զավեշտալի առաջարկություն։ Ակտիվ աշխատել են Սփյուռքի կառույցները, ամերիկայական կազմակերպությունների ղեկավարները Վաշինգտոնում հանդիպել են Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Վորնիքի հետ, պահանջել են դատապարտել Ադրբեջանի բռնապետի հանցանքները, կյանքի կոչել միջադեպերը կանխելուն միտված մոտ 80 կոնգրեսականների համատեղ առաջարկը։ Բաքվին հստակ ուղերձ է եղել Հայաստանում Եվրամիության դեսպանը, հիշեցնելով Եվրախորհրդի խորհրդարանական վեաժողովում Եվրահանձնաժողովի նախագահի պատասխանը ադրբեջանցի падգամավորի հարցին։ Հակամարտությունը չունի ռազմական լուծում, վերջին քառորյա պատերազմն ապացուցեց, որ միակ լուծումը խաղաղ բանակցություններն են։ Արցախը ճանաչելու սպառնալիքով Մամեդյարովին խայտառակելով եւ հստակ ուղերձներով Հայաստանն ու համանախագահները Բաքվին փորձում են հասկացնել հենց այս միտքը։ Եթե չստացվի, դիվանագետները ստիպված կլռեն ու Բաքվի հետ արդեն կխոսի Արցախի բանակը։ Դավիթ Սարգսյան, Վանաձև։ Ապրիլյան քառորյա պատերազմը Պաշտպանության նախարարությունը բերել ՏՏ մասնագետներին, նրանք առաջարկում են գիտական միտքն ու տեխնոներուժը ծառայեցնել սպառազինական համակարգին, զարգացնել ռազմարդյունաբերությունը։ Շաբաթվա սկզբում ավելի քան 100 տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների կոնցեպտուալ առաջարկները երկրի Պաշտպանության նախարարությանը ներկայացրել է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Խորհրդային տարիներից բարձր գնահատվող ինժեներական միտքը նույնպես կարող է իսպաս դրվել հանուն հաղթանակի մղվող պայքարում։ Հայկական ռազմարդյունաբերության հիմնադիրները կառավարությանը հորդորում են իրենց գիտակամշակումները ևս ստանել առաջնագիծ։ Նոր դարում, նոր պատերազմական միջավայրում ինչ տեխնոլոգիաներ են անհրաժեշտ, ովքեր են դրանց համար պատասխանատու եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորաստեղծ ստարտափ ընկերությունների ինովացիաները ինչպես կարող են գործնականում կիրառում գտնել ճակատում, պարզել է Լիլիթ Ասլանյանը։ Այսօր 10 ծրագրման լեզու ենք սովորեցնում։ Ամեն ինչ սկսվեց 2 տարի առաջ, երբ 3 երիտասարդ համախմբեցին եռանդն ու գիտելիքը ու ստարտափ հիմնեցին։ SoloLearn սովորիր միայնակ մոբայլ հարթակում ծրագրավորման այբուբեն այսօր սովորում է 6 միլիոն մարդ աշխարհի բոլոր մայրցամաքներից։ Հիմնականում ԱՄՆ-ից եւ Հնդկաստանից են մեր օգտվողները, որը երևի թե պայմանավորված է նրանով, որ հենց այդ երկրներում բավականին շատ է այսօր ուշադրությունը հենց ծրագրավորման ոլորտի գիտելիքների ձեռքբերմանը։ SoloLearn-ը միայնակ չէ ու արդեն ստարտափ բիզնես էլ չէ։ Առանց ֆինանսական խոշոր ներդրումների 2 տարի առաջ ստեղծված ստարտափը հիմա արդեն դարձել է թիմ ու համայնք, որին հետևում ու կառավարում են Երևանյան գրասենյակի 10 մասնագետները։ Այսօր իրականում ծրագրավորման ոլորտ
մտնելը բավականին դժվար է սկսնակների համար։ Այսինքն կան կայացած լուծումներ, որոնք սովորեցնում են եւ հնարավորություն են տալիս պրակտիկ գիտելիք ձեռք բերել, սակայն դրանք հիմնականում թիրախավորված են արդեն կայացած ծրագրավորողների համար։ Միայն վերջին 1 տարում հայկական ՏՏ-ում ստեղծվել է 100 ստարտափ ընկերություն, բացվել է 400 նոր աշխատատեղ։ Դրան նպաստել է եկամտային հարկի դրույթի նվազեցումը ՏՏ ոլորտի համար։ Ստարտափների ստեղծմանը աջակցում նոր գաղափարներ է գեներացնում համաշխարհային տեխնոհսկա Microsoft-ի հայաստանյան ինովացիոն կենտրոնը։ Մեր ստարտափ ակսելերացիայի ծրագրին ընդհանրապես վերջին 2 տարիների ընթացքում մասնակցել է 35-ից ավելի ստարտափներ։ Գլոբալ այդ 35 ստարտափները իրար հետ ներգրավել են, կարողացել են ներգրավել $2 միլիոն ավելի ֆինանսավորում։ Միջազգային շուկայում վիճակագրական հայտնի փաստ կա։ 10-ից 9 ՏՏ ստարտափը ձախողում է։ Հայաստանում վերջին 10 տարում հաջողության է հասել 500 ստարտափ ընկերություն։ Շատ ժամանակ ստարտափները ներդրումների կարիք չեն ունենում, այսինքն առաջի փուլում, հետագայում ներդրումների կարիք լինում է այսինքն փոքր գումարների։ Փոքր գումարները հոսում են դեպի ստարտափ, երբ այն ապացուցում է իր կենսունակությունը ու դուրս է գալիս շուկա։ Ստարտափին աջակցելու ձեռք են մեկնում վենչուրային հիմնադրամները ու արտասահմանյան հրեշտակային ներդրողները։ Հրեշտակային ներդրողը կամ բիզնես հրեշտակը ֆինանսավորում է տրամադրում այն բիզնեսին, որի սեփականատերը կարող է ինքը չլինել։ Բիզնես հրեշտակները հետաքրքրված են ներդրումներով, օգնում են թե ֆինանսապես եւ թե խորհրդատվությամբ։ Ստարտափի հաջող զարգացման դեպքում նրանք եւս գումար են աշխատում։ Պատկերացրեք մի լուծում, որը հնարավորություն կտա հիվանդանոցներին նվազեցնել, դա կոչվում է adverse drug effects, հա, դեղերի վատ ազդեցությունների կամ սխալ դեղերի օգտագործման ազդեցությունների հետևանքները։ Պատկերացրեք մի լուծում, որը հնարավորություն կտա մարդկանց հա զբաղված կյանքում իրանց առօրյայում արդեն չմտածել առօրյա գնումների մասին։ Շատ դեպքերում ՏՏ արտադրանքի նորարարությունը ստեղծվում է նախ ռազմական ոլորտի համար, դրանից հետո միայն մասսայականացվում է։ Հիմա արդեն հայկական ՏՏ ընկերությունները պատրաստ են իրենց գիտելիքը իսպաս դնել ռազմաարդյունաբերության զարգացմանը։ 2007 թվականից ինժեներական լուծումներ առաջարկող ընկերությունը վերջին 5 տարվա մեջ երկրորդ անգամ հայտարարում է. մասսայական ոչնչացման զենք ստեղծել դեռ չեն առաջարկում, բայց կապի միջոցներ հաստատ կարող են։ Սա մոբիլ բազա է, ինքը կարող է տեղաշարժվի դաշտային պայմաններում ու ինքը իր վրա կարող է կրի ցանկացած տիպի սարք։ Ասենք օրինակ հիմա այս պահին իր վրա ձեռք է դրած օրինակ, որ կարող է գործողություններ կատարի։ Մասնավոր ՏՏ ընկերությունները արդեն պատրաստում են ռազմաարդյունաբերական նոր կոնցեպտներ։ Մոտ 150 ՏՏ մասնագետներ ու 40 ընկերություններ միավորվել են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության շուրջ։ Պաշտպանության նախարարության հետ էլ արդեն հանդիպել են։ Մեր 500 ընկերությունից առնվազն 10%-ը, 50-ը կարող են լուրջ ծառայություններ մատուցել ռազմաարդյունաբերությանը։ Բնական է, որ նորաստեղծ ընկերություններն էլ ներգրաված կլինեն, դրանք այդ գիտեք նորաստեղծ չի նշանակում անփորձ։ Երկու ոլորտները քննարկել են ռազմական առաջարկը ու ՏՏ պահանջարկը։ Հայկական տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունները առաջարկում են անօդաչու թռչող սարքերի հայտնաբերում, չեզոքացում, հարձակողական զենքերի ավտոմատացում, զորքերի ու զինված ուժերի կառավարում, գաղտնագրված կապի միջոցներ, ինֆորմացիոն պատերազմում հաղթելու գործիքներ։ Տեխնոլոգիական ընկերությունները սպասում են Պաշտպանության նախարարության ու ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համագործակցության թարմացված հրամանին։ Կա մի կողմից դեռ նոր կայացող ոլորտ, որը այսպես ինչքան էլ ուզենք չուզենք խորհրդային մնացած համագարկից ինչ որ բան վերցրել է, բայց հիմնականում ինքը նոր է, զրոյից ստեղծվում է ըստեյության։ Եվ մյուս կողմից կա դինամիկ պատերազմի վտանգ, այսինքն միշտ նոր զենքեր, նոր տեխնոլոգիաներ եւ այդ չափորոշիչներն ամեն օր փոխվելու են։ Այնպես չի որ բանակը հիմա ասելու է ինձ պետք է այսպիսի սարք ու 20 տարի այդ տիպի սարքից ինքը պատվիրելու է։ Այդպես չի լինելու։ Ամեն ինչ շատ արագ է փոխվում։ Հայաստանյան ռազմաարդյունաբերական ոլորտում այս պահին աշխատում է մի քանի հազար մասնագետ։ Խորհրդային տարիներից մնացած ու վերջին տարիներին թարմացված ռազմաարդյունաբերական համալիրում այժմ ներկայացված են տասնյակ ընկերություններ։ Ընկերություններից մեկի ստեղծած այս սարքը սկսում է աշխատել հակառակորդի արձակած նույնիսկ մեկ աննշան կրակոցի դեպքում։ Աշխատում են Հայաստանում, գործակցում են ու պատվերներ են ընդունում նաև Ռուսաստանից։ Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը հետևում է Պաշտպանության նախարարության կազմում գործող ռազմաարդյունաբերական վարչությունը։ Այս պահի դրությամբ Պաշտպանության նախարարության կազմում գործող համապատասխան վարչությունը իր մեջ ներառում է տասնյակ տարբեր ձեռնարկություններ, հիմնական աշխատանքների պրոֆիլները դրանք տարատեսակ զենքերի արտադրություններն են, ավելի շատ զենքերի դետալների արտադրություն, կատարելագործում, համալրում, ամենակարևոր սեգմենտը ընդհանուր առմամբ մեր նման պետությունների համար դե իր ծավալներով դա երևի թե վերանորոգման գործընթացներն են։
Այս տարածքում, որտեղ անցած դարում աշխատել է Սերգեյ Մերգելյանը եւ Հայաստանը դարձրել է հաշվողական մեքենաների արտադրության խորհրդային կենտրոն, անկախացումից մինչև այժմ գիտատեխնիկական աշխատանքներ են իրականացվում հենց ռազմաարդյունաբերության ոլորտի համար։ Հենց այս տարածքում, այս սրահում Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ շուտով կաշխատի կիբերանվտանգության կենտրոն հիմնադրամը։ Հիմնադրամը օժտված է լինելու, հագեցած է լինելու հատուկ գործիքներով կիբերանվտանգության ոլորտում, որի շնորհիվ առավել արդյունավետորեն կլինի վերահսկել կիբերտիրույթը եւ կանխարգելել կիբեր հանցագործությունները։ Բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում պատերազմները նաև ինտելեկտուալ զենքով են։ Հայաստանը ունի մտավոր ներուժ, որը ունակ է նոր մշակումներով համալրել բանակը։ Բանակ գիտական միտ գործակցության ճիշտ սխեմաների դեպքում ռազմաարդյունաբերությունը կարող է դառնալ ոչ միայն սահմանների, այլև տնտեսության, անվտանգության երաշխիք։ Լիլիթ Ասանյան, Խաչատուր Եսայան, Միքայել Թումանյան, Բանաձև։ Գովազդից հետո սպա դարձած զինվորներ, կամավոր դարձած երկրապահներ եւ Սևաստոպոլ։ Նրանք զինվոր էին, որ գործեցին առանց վարանելու ճշգրիտ եւ ինչպես պահանջվում է։ Միջազգայինորեն չճանաչված Ղարաբաղ-ադրբեջանական սահմանի խելամտությունից խելահեղություն ընդամենը կես քայլ է։ Պատմություն Քաջարի 5 զինվորի մասին, որ այս շաբաթվանից սկսած նրանց դիմելու են որպես պարոնայք սպաներ։ Յուղերից եւ քաղաքներից կին թե տղամարդ այսօր մեկնում են ճակատ։ Մի 5 օրով եկել են գործուղում, հիմա նորից վերադառնում են դիրքեր մեր տղաների մոտ։ Կամավորականության աննախադեպ ալիքի շաբաթվա ամենավառ պատմությունները անպարտների գունդը։ Եվ Սևաստոպոլը դիմավորել է հայ վետերաններին Թամանյան դիվիզիայից։ Մոտ 7 տասնամյակ անց նրանք վերադառնում են քաղաքը, որն ազատագրեցին ֆաշիստներից։ Բացառիկ ռեպորտաժ Թամանյան դիվիզիայի հաղթանակների մասին այնտեղից, որտեղ պայքարել են, կռվել ու պահել, իսկ հիմա պարում են Սևաստոպոլյան վայրս։ Բանաձևը շարունակվում է, առջևում եզրափակիչ հատվածն է։ Շաբաթվա հերոսները, ահա այս տղաներն են՝ Սամվելը, Մասիսը, Գորը, Դավիթը եւ Արտուրը։ Այն 5 տղաները, որոնք պատերազմի ժամանակ գործած սխրանքների եւ քրիտիկական պահին ճիշտ որոշումներ կայացնելու համար արժանացել են լեյտենանտի կոչման։ Տղաները կարողացել են փոխարինել զոհված կամ վիրավոր հրամանատարին, մարտական գործողությունների ընթացքը բեկել են հայկական զինուժի օգտին։ Հրամանատարական նոր պաշտոններում նշանակվելու փաստը նրանց համար եղել է անսպասելի։ Նոր պաշտոններ ստանձնած ժամկետային զինծառայողները արժանացել են նաեւ պետական բարձր պարգևների։ Կոչումներ ստանալուց եւ պարգևների արժանանալուց հետո տղաները կրկին մեկնել են սահման ծառայության։ Նրանց այցելել է Զորա Փարոյանը։ Միջազգայինորեն չճանաչված Ղարաբաղ-ադրբեջանական սահմանի խելամտությունից խելահեղություն ընդամենը կես քայլ է ու ապրիլյան խելահեղ 4 օրերի ընթացքում 5 զինվորներ իրենց վրա վերցրեցին սպայի պարտականություն եւ իրականացրեցին։ Հետագայում զինված ուժերը նրանց շնորհեց սպայի կոչում։ Լեյտենանտի կոչում ստացած 5 սերժանտներից Արտուր Աղասյանի դասակը ապրիլի 2-ի գիշերը 1 ժամ հրետակոծությանը դիմանալուց հետո հռնակներով է դիմավորում Ադրբեջանի ամենապատրաստված դիվերսիոն խմբերից մեկին։ Առաջի բանը, որ արեցինք, իմ ասում խելոք ստացվեց, նռնակները օգտագործեցինք, ավելի էֆեկտիվ, ավելի լավ, որ կարանք թշնամուն հետ մղենք էլի։ Նռնակներով սկսեցինք հետ մղել։ Ադրբեջանցիները անսպասելի ու կատաղի դիմադրությունից հետո ստիպված եղան զոհերի մի մասին թողնել, մյուս մասին վերցնել ու հեռանալ։ Այդ օրվանից ճիշտ է հերվից կրակում են Արտուրի ու իր դասակի դիրքին, բայց էլ երբեք չեն մոտենում։ Սա նորմալ է, կրակոցներն վախենալուց են կրակում, մեկ էլ կահերն են ուզում մի քիչ աշխատեն, չթողենք, խանգարենք, ասեն այսպես կրակել։ Շատ իրանք վախենալուց։ Ղարաբաղի մարտոնուց զորակոչված Արտուրի զինվորական դառնալուն խոչընդոտում էին միայն ծնողները, սակայն քառօրյա պատերազմը ամրագրեց նրա որոշումը։ Նա ծառայությունից հետո էլ չի թողնի իր դիրքը։ Իմ ծառայության մեջ ոչ մի բան կարելի ասած չի փոխվել։ Թեկուզ ստացել եմ կոչում կա ստացել եմ մի քիչ կարող է խիստ լինեմ, մի քիչ պահանջկոտ լինեմ։ Էջմիածինցի Մասիս Մուրադյանը լեյտենանտի ուսադիրները հագուստին փակցրել է հենց հրամանը ստանալուց հետո։ Տանն էլ դեմ չեն եղել նրա զինվորական կողմնորոշմանը։ Ճիշտ ասած, տունը մենակ մամաս էր մնացել, աղբերս էլ հայրս էլ ասենք սաղել դիրքերում են եղել։ Մասիսը քառօրյա պատերազմին իր դասակով կարողացավ դիմակայել ադրբեջանական զորքին, տանկերին ու հետ շպրտեց։ Ես հենց իմ պոստն է, այստեղ իմ դիրքն է,
տանկեր էին հանել դեմս, մի քանի հատ զորք էին հանել ու կռիվ էին կանում էլի հետները, տանկերին էին փախնում էին, ես կամ էին մի կողմ հետաքրքիր էր, համ վտանգավոր էր, համ էլ հետաքրքիր էր։ Մի քանի օր առաջ լեյտենանտ Մուրադյանի հետ մարդ վարած զինվորները ոչ մի տարբերություն չեն տեսնում։ Ինչ կարևոր է, ինչ է հագուստին, աստղով թե առանց։ Մասիսը իրենց ընկերն է ու վերջ։ Մի քայլ ավելի լավ են կանում իր ասածները, ավելի լավ են ընդունում, որովհետև առաջներդ մեր ընկերն են, որ մեր հրամանատարը։ Մասիսի դիրքից մի քանի դիրք այն կողմ նախկին սերժանտ, այժմ լեյտենանտ Դավիթ Խատայանի դիրքն է։ Քառօրյա պատերազմին Դավիթի դասակը գրոհում էր ամենավտանգավոր ուղղություններով։ Շատ տեղեր ենք մարտի մեջ եղել, ասենք տեղ ա եղել, որ մենակ այդտեղ 50 հոգու տենք, ասենք այդ հատվածում։ Դավիթի դասակը կարողացել է դիմակայել հրետանուն։ Նրանք իրենց մշտական տեղակայման վայրում չէին, գնում էին այնտեղ, որտեղ օգնության կարիք կար։ Իմ դասակիցը փառք Աստծո ոչ զոհ ա եղել, ոչ բան, մենակ մի վիրավոր ա եղել իմ դասակից։ Հիմա էլ լավ է, վիրավորի վիճակն է լավ։ Մեկ հենակետ այն կողմ Դավիթի ընկեր լեյտենանտ Գորն է։ Ի տարբերություն Դավիթի Գոր Ավագյանը քառօրյային նաև կորուստներ է տեսել ու հենց մարտի ժամանակ փոխարինել հրամանատարին։ Զոհեր ունեցան, հաշտի հրամանատար, դասակի հրամանատար։ Դառել ինձ, որ իրանց փոխարեն մենք էինք անում են, ինչ որ իրանք պետք անեն։ Եվ վերջինը, 5-րդը Սամվել Սապարյանն է, որ մանկուց երազում էր զինվորական դառնալ, բայց դեմ էին ծնողները։ Լեյտենանտի կոչմանը ներկայացնելուց հետո նույնիսկ Սամվելը ծնողներին չէր ասել այդ մասին։ Տունը չէի ասել, որ արդեն ներկայացել են, պետք է ստանալ։ Հաջորդ օրը առավոտ մամայի հետ եմ խոսում, ասում է դե շնորհավոր, ասում բա դու ինչ գիտես, ասում է լուրերով եմ լսել։ Սամվելը քառօրյային իր դասակով հսկում էր բոլոր այն հնարավոր մուտքերը, որտեղից իրենց դիրքերի ուղղությամբ կարող էր լինել դիվերսիոն ներթափանցման փորձ։ Մենք վստահ ենք, որ եթե ինքը այս 4 օրում իրեն դրսևորեց այդպեսին, հաստատ մնացած ժամանակ արդեն ինքը կարողանա որպես կայուն սպա լինել։ Ահա նրանք 5 զինվորները, որոնք խելահեղ պատերազմի օրերին չընկրկեցին ու չլքեցին խրամատը։ Ավելին, նրանք կարողացան իրենց վրա վերցնել մարտը վարելու ամբողջ պատասխանատվությունը եւ հաղթեցին։ Զորապ Հարոյան, Նարեկ Գալստյան, Բանաձև։ Քառօրյա պատերազմից հետո, երբ այս օրերին կրակահերթերը համեմատաբար նվազել են, հարձակումները պակասել, կամավորականները շարունակում են մեկնել առաջնագից, այսքան սահմանը հսկում են հայր ու որդի, եղբայր ու բարեկամ, պահեստազորի սպաներ, հոգևորականներ ու նաև կանայք։ Նրանց թիվն անցնում է մի քանի 100-ը, 1000-ը եւ ավելի։ Այս հարցում Պաշտպանության նախարարությանը օգնում են Երկրապահ կամավորականների միությունն ու տարածքային զինկոմիսարիատները։ Ժամկետայիններին օգնության են հասնում գյուղեր, քաղաքներ, մարզեր իրենց ղեկավարներով ու 90-ականների պատերազմի միջով անցած ու ծառայությունն ավարտած սերնդով։ Յուրաքանչյուր ուղղությամբ եւ մարտական հերթապահության բանակային օրակարգով ազատամարտիկները կանգնում են դիրքում առաջին հերթին իրականացնելով ռազմաինժեներական աշխատանքներ։ Կամավորականների բանակային զարթոնքին հետևել է Դավիթ Դավթյանը։ Ապրիլի 1-ի գիշերը մեկի գիշերը մինամյոտով կրակեցին։ Մեկի գիշերը մինամյոտով կրակեցին, գիշերը տագնապ տվին, առավոտյան բարձրացան դիտագի։ Լրագրողի ու օպերատորի հիշողության մեջ այս դրվագը միշտ կհիշվի, մինչդեռ Հովհաննեսը կրակոցների ֆոնին շարունակում է խոսել, պատմել։ Այսպես էր սահմանի շաբաթներ առաջ, այսօր էլ պարզապես ոչ այնքան ինտենսիվ։ Սահմանի գլխավոր դեմքերն այսօր էլ իրենց տեղում են արդեն փորձով ու վերաիմաստավորելով հարազատ հրամանատար։ Պատրաստ են ցանկացած հակահարված տալ հակառակորդին եւ միշտ պաշտպանել մեր հայրենիքը։ Այս միտքը կրկնել են բազմիցս ու արդեն ժպիտով են վստահեցնում սահմանն ամուր է, որովհետև սա ոչ միայն հայրենի հողն է, այլև սրբավայր, որտեղ կենաց մահու կռիվ են տվել ընկերներ ու հրամանատարներ կորցրել, ի վերջո հաղթել։ Կարողացանք նենց անել, որ Ադրբեջանը իմանա, որ մեր բանակը շատ հզոր է, շատ ուժեղ է ու ոչ մի զինվոր, ոչ մի սպա առանձին չի։ Մենք մի բռուցք ենք ու կարող ենք մեր հայոց
բանակը պահել ամեն մի տարածք, ամեն մի հող։ Շփման գծի հենց ակտիվ շփումներն էլ այսօր մասնագետների ձեռքի տակ են։ Յուրաքանչյուր դրվագն ու մարտական գործողության ամբողջ ընթացքը զինվորականները երկար կքննարկեն երկու կողմից էլ։ Մեկում ինչու այսպես ստացվեց, մյուսում ինչպես հենց այսպես ստացվեց։ Կոնկրետ այս մարտկոցի հիմնական հրանոթով, որ մեզանից ձախ է կանգնած, սկսել ենք հաթ-հաթ ճնշել, կրակոցներ կատարելով։ Պատերազմի աստվածը հրետանին երկար այստեղ կկանգնի, խորհրդանշական է։ Ինքն է վճռել քարորիա բլիցկրիգի ավարտը։ Դիվիզիոնի հրամանատարն է ներկայացնում առաջին գծի տեխնիկան, տղաներին, սխրանքները։ Հակառակորդին խոցել ենք հիմնականում իրանց գումարտակների շահասուններում։ Չենք թողել նրանք հասնեն իրենց առաջնային գծին։ Ապրիլյան պատերազմն ավարտվեց, սակայն լարվածությունը շարունակվում է։ Հակառակորդը տեխնիկայի կուտակում առաջնագծում ռազմաշունչ հայտարարություններ տարածում։ Հայկական կողմում ժամկետայիններն են իրենց կողքին անպարտների գունդը։ Վարդանյան Վարդան Նուրիջանի, Գրիգորյան Սամվել Սարգսի։ 24 տարի հետո ամբողջ կազմով, ջոկատով, հրամանատարով, տարեց ու երիտասարդ նորեկներով կրված տղերքն են։ Այս զորամասում հանրապետության բոլոր մարզերի ու մայրաքաղաքի մարտիկներն են, որ պատերազմի մասին լսել էին, անմիջապես պատրաստվել ու հերթագրվել։ Այս օրերին նրանք երկրորդ անգամ են շտապում մարտական հենակետեր։ Մի 5 օրով եկել եմ գործուղում, հիմա նորից վերադառնում եմ դիրքեր մեր տղաների մոտ, մեր զինվորների մոտ։ Արտաշատի ջոկատի հրամանատարն է երկրապահը ավակը 5 կազմով ու նոր շնչառությամբ գնում են դիրքեր որդիների կողքին լինելու։ Ավակներն այստեղ անկեղծանում են, նոր սերունդը գերազանցեց ինքն իրեն ու առաջ անցավ հայրերից։ Հենց դա է պատճառը, որ սահման մեկնողները ցանկանում են առաջին հերթին շնորհակալ լինել զինվորին։ Այսօր որ սահմանին տեսնում ենք մեր 18 մինչև 20 տարեկան երեխաներին, 22-ից մինչև 30 տարեկան հրամանատարներին ես հպարտությամբ եմ իրանցով ապրում։ Գեներալ ու շարքային խորհրդային բանակի զինվոր ու վերջերս ծառայությունն ավարտած երիտասարդներ համազգեստ են ստանում, անհրաժեշտ պարագաները տեղավորում ուսապարկում ու շարք կանգնում։ Այս օրերին ու միշտ պետք է բանակի կողքին կանգնել։ Մենք էլ եթում ենք, որ մեր մայրերին երկու հատ երեխա ես ունեմ, որ իրանք հանգիստ լինեն, ամեն ինչով էլի։ Նա հոգևորական է Արմավիրի մարզից, ընտանիքի տղամարդը ու այսուհանդերձ մեկնողներից մեկը։ Կամավորի բնորոշումն է, ոչ թե ցանկություն է, ոչ էլ պարտադրանք, այլ պարտք է, որ եկել է ժառանգաբար ու փոխանցվել հաղթած պապերի գեներով։ Խաղաղություն չկա, հայթալու ենք։ Դե մենք էլ եթանք, որ խաղաղություն ունի, որ չթողենք թուրքը խփի, մենք այնենք նայենք։ Պահեստազորի սպաներ, զինղեկներ, իրանք նույնպես գալիս են հերթագրվում, որ պաշտպանեն զինվորին ու նաև օրինակ ծառայեն աշակերտի համար, նոր սերնդի, որ շուտով համալրելու է բանակի շարքերը։ Ովքեր որ մասնակցել են նախկինում պատերազմին, մասնագիտական գիտելիքներ ստացել են արդեն ընդեղից։ Իսկ հիմա արդեն մեր երիտասարդներն ավելի շատ են կատարելագործված, մեր զինվորները, իսկ մեր ներկայացումը նրանց համար միայն ուրախություն ու պարտություն է, որ իրենց հայրերը, պապերը, եղբայրները իրենց կողքին են գտնվում դժվար պահին։ Մինչև այսօր մարդիկ ներկայանում են գրանցվում, շատերի հերթն անգամ նոր է հասել, շատերն արդեն որդիների հետ են մարտական հերթապահություն իրականացնում, դիտորդ կանգնում, զեկուցում։ Նրանց շարքում նաև կանայք են պատերազմից հետո ու լարվածության ֆոնին կրկին ուժեղների կողքին։ Շատ մարտական ընկերներ ունենք, շատ եղբայրներ ունենք, դաժե պոստերում են, պիտի գնանք իրանցը փոխենք, սաղ էլ մեկ ենք, մեկը 10 հիմար, 11 հիմար։ Եզդիները նույնպես ակտիվ են, հատկապես Քյարամի դաժան ու անմարտկային սպանությունից հետո շատերն են ոտքի ելել Քյարամի վրեժը լուծելու ու եղբայր ժողովրդի հետ միասնական անվտանգությունն ապահովելու համար։ Աստված պահապան բոլորիդ, խաղաղությամբ գնանք, խաղաղությամբ վերադառնանք, անհրաժեշտ դեպքում Աստծո զորությամբ հաղթանակով վերադառնանք։ Ամեն օր զորամասի շարահրապարակում ավտոբուսներ են կանգնում հերթով շարժվում։ Ուղևորափոխադրող ընկերություններն իրենց վրա են վերցրել կամավորներին Արցախ փոխադրելու գործը։ Այս ամբողջ գործընթացը կարգավորում է Պաշտպանության նախարարությունը, Երկրապահ կամավորականների միությունը, զինվորական կոմիսարիատներն ու տեղական ինքնակառավարման մարմինները գործակցում են ու համակարգում աշխատանքը։ Գեներալների ներկայությամբ ցուցումներով ու խորհուրդներով անպարտների համահայկական գունդը կրկին դիրքերում է։ Նորից պատրաստ եւս մեկ անգամ հիշեցնելու իր մասին։ Կամավորը երբեք չի պարտվում։ Դավիթ Դավթյան, Վանաձև։ Մի քանի ժամից մենք կնշենք նաև հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձը, մեր պապերի հաղթանակի օրը։ Հետաքրքրական է, որ Շուշիի ազատագրման օրը մայիսի 8-ին, բայց հայրենականի ժամանակ
կենաց ու մահու պայքարի մեջ էր նաև 89-րդ Թամանյան դիվիզիան։ Հայկական դիվիզիայի գրանցած ռազմավարական հաջողության շնորհիվ հնարավոր եղավ շարունակել մարտերը Սևաստոպոլի համար։ Կատաղի մարտերը սկսվել էին մայիսի 7-ին, թշնամուն գլխավոր հարվածը պետք է հասցներ 3-րդ լեռնահրաձգային դիվիզիան, որի կազմում էր նաև հայկական 89-րդ դիվիզիան։ Հայկական ուժերը Նվեր Սաֆարյանի ղեկավարությամբ հետ կանգնելու հրամանին չհետևեցին, թույլ չտվեցին փոխարինել իրենց։ Ծանր մարտեր ընթացան, բայց հաջողվեց գրավել Գորնաե լեռը, ինչը թույլ տվեց, որ խորհրդային բանակը առաջ շարժվի ու մայիսի 10-ին ազատագրի Սևաստոպոլը ու ծովային ամրոցը։ Հայկական հրաձգային դիվիզիայի մասնակցությամբ են ազատագրվել Ղրիմը ու Թաման կղզին, նաև Կերչը, որի ազատագրման մարտերում աչքի ընկնելով Թամանյան դիվիզիան պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Այս տարի լրանում է 89-րդ Թամանյան դիվիզիայի կազմավորման 75-ամյակը։ Սևծովի ափին գտնվող քաղաքը դարձել է Թամանյան դիվիզիայի հերոսության ու նվիրման խորհրդանիշ։ Ամեն տարի Սևաստոպոլ են գալիս հայկական դիվիզիայի մարտիկները, հայրենական պատերազմի վետերաններն ու նրանց հարազատները։ Հայրենական պատերազմում եւ ընդհանրապես Երկրորդ համաշխարհայինում տարած հաղթանակի օրը Սևաստոպոլը շնորհակալություն է հայտնում հայկական դիվիզիայի հերոսներին։ Հայ վետերանների հետ Սևաստոպոլում է նաև Նազելի Գրիգորյանը։ Հայրենական պատերազմը Տիկին Այդայից խլեց հորը, 3 տարեկան էր։ Պատերազմի դրվագները նույնքան աղոտ են, որքան հոր դիմապատկերի ուրվագծերը։ Կատակասեր, ընտանիքին նվիրված, ընկերների մոտ հարգված, լավ ուսուցիչ է եղել, դպրոցի տնօրեն է եղել։ Թամանյան դիվիզիային կամավոր միացած Գարեգին Դավթյանի մասին շատ բան Տիկին Այդային իր ամուսինն է պատմել։ Իրենից ավելի տարիքով է, ապագաները իր ուսուցիչն էր։ Դավթյանը զոհվել է Կերչի ազատագրման մարտերում։ Մարտնչել է Թամանյան դիվիզիայի առանձին գումարտակ է եղել, կապի գումարտակ, այդ գումարտակում եղել է դասակի հրամանատար։ Ամուսինները առաջին անգամ կտեսնեն այն հուշարձանը, որը վկայությունն է Թամանյան դիվիզիայի հերոսական անցյալի ու սխրանքների։ Մոտ 7 տասնամյակ անց նրանք վերադառնում են քաղաքը, որն ազատագրեցին ֆաշիստներից։ Թամանյան դիվիզիայի վետերանները կվերհիշեն պատմությունը, անցնելով իրենց սխրանքների ճանապարհներով։ Կարմիր մեխակներով ու զինվորական համազգեստով, ինչպես հաղթանակից հետո, բայց արդեն մոտ 7 տասնամյակ անց հերոսները վերադառնում են Ղրիմ։ 89-րդ Թամանյան դիվիզիայի վետերանները հաղթանակի օրվան ընդառաջ վերադարձել են իրենց ազատագրած տարածքները։ Ինչպես էին մաքարում Սեմֆերոպոլի եւ Սևաստոպոլի ազատագրման համար։ Թամանյան դիվիզիայի վետերանը հիշում է որպես ականատես։ Այն ժամանակ 18 տարեկան պատանին ամենուր ուղեկցում էր Խորհրդային Միության զոհված ուժերի գեներալ մայոր Նվեր Սաֆարյանին։ Նա Թամանյան դիվիզիայի ղեկավարի հետ էր որպես զինվոր եւ վարսավիր։ Շատ խիստ էր, բայց հոգատար, ասում էր զգույշ եղեք, զոհեր պետք չեն։ Մենք փոքր ազգ ենք, մեկ է, հաղթելու ենք։ Наши мало. Все равно мы будем победить. И так и победили мы. Թամանյան 89-րդ դիվիզիան խորհրդային բանակի կազմում անցավ Կովկասյան լեռներից մինչև Բերլին։ Թամանյան դիվիզիայի վետերանների խորհրդի նախագահը վստահաբար նշում է, առանցքային մարտական գործողություն չի եղել, որին Թամանյան դիվիզիան մասնակցած չլինի։ Նաև խորհրդային Ադրբեջանի նավթային պաշարներն են փրկել ֆաշիստական Գերմանիայի հարձակումից։ Մեր սովետական բանակի զորքերը մտնում են առանց բենզինի, առանց սալյարկի եւ ստիպված պետք է հանձնվեն։ Այդ Հիտլերի պլանն է։ Նրանք իրենց են կանել դիվիզիան կալուց, իրենց են կանել մի հատ շակ հետ չի գնացել։ Հայկական դիվիզիան ամենից շատ զինվորները կորցրել է Սևաստոպոլի ազատագրման ժամանակ։ Կատաղի մարտեր էին ընթանում։ Բանակի հրամանատարը գեներալ մայոր Սաֆարյանին առաջարկեց փոխարինել դիվիզիայի մարտիկներին։ Չհամաձայնեց, ասաց կդիմանան ու կարողացավ գրավել Գորնաե լեռը։ 44 ապրիլի 10-ին Արովոդյան դիվիզիան ազատագրեց Սևաստոպոլ քաղաքը։ Բոլոր մարտիկ պարկադվեցին Սևաստոպոլի ազատագրման մեդալով։ Как в юности мою, Севастополь снилась.
Սևծովի ափին գտնվող քաղաքը դարձել է Թամանյան դիվիզիայի հերոսության խորհրդանիշը։ Սևաստոպոլ են եկել հայկական դիվիզիայի անդամները, հայրենական պատերազմի վետերաններն ու նրանց հարազատները, Պաբեդա հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։ Սևաստոպոլում Թամանյան դիվիզիան ունեցել է 320 կորուստ։ Նրանց սխրանքը քաղաքը չի մոռացել։ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրը Սևաստոպոլը շնորհակալություն է հայտնում հայկական դիվիզիայի հերոսներին։ Նազելի Գրիգորյան, Լեոնիդ Սաֆրազյան, Վանաձև։ Եվ վերջում նորից Շուշիի մասին։ 1988-ի զարթոնքը կարող էր վերածվել հոգեվարքի, եթե չհասկանայինք վերջապես, որ միտինգում կուրծք ծեծելը, աղերսելը ու վերջնագրեր ներկայացնելը արդյունավետ են, քանի դեռ չեն կրակում երեխայիդ վրա։ Իսկ եթե արդեն կրակում են, ասված է, ինքնապաշտպանության անընդունակ ազգերը դատապարտված են մահվան, իսկ մահը մեզ հետապնդում էր Արևմտյան Հայաստանից, հետո Սումգայիթում, Գանձակում, Բաքվում, Ազատում և Մանաշիդում։ Արյան բաղնիկները արդեն իջնում էին Արցախի հյուսիս, այդ կողմերով նա արդեն անցել էր իր հետևից սրբելով Դաշտային Ղարաբաղի 24 գյուղեր։ Պատմության ընթացքում այսպիսի մեծ աղետների ժամին հրազենի փոխարեն գաղթականի ցուպը առած մեզնից դատարկել ենք մեր հայրենիքը, այն դնելով դանակավորի ոտքի տակ, ապա նեղսրտել ենք ազգովի, ինչու չենք շարժում համայն մարդկության գութը, չէ որ անմեղ ենք։ Ահա դատարկված հայրենիքդ, ահա սրբազան լեռանդ թիկունքը, որ չկարողացար պահել։ Արցախում փոխվեց մեր պատմության տրամաբանությունը։ Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի առաջին հոգեբանական գարունն էր, որից հետո եւ վերջապես թոթափվեց զոհի զգացումը, ցրվեցին միայնակ մնալու վախերը, հաստատվեց ինքնուրույն ազգովի եւ սեփական ուժերով հաղթելու եւ ապրելու բանաձևը։ Ահա թե որքան կարևոր էր քաղաք ամրոցի ազատագրումը, այն ազատագրեց մեզ մեր վախերից, հնացած կարծրատիպերից եւ զոհի ճակատագրից։ Այդ պատճառով է Շուշին մեկնակետ։ Սա էր բանաձևը։ Ցտեսություն։